Պարոն Սահակյան, Մարզպետի պաշտոնը թողեցիք, եկաք ազգային ժողով, ի՞նչն էր օրինակ վարչական աշխատանքի մեջ ձեզ այսպես առիթ էր տվել մտածելու, որ ավելի հետաքրքիր է ոչ թե վարչականը, այլ պատգամավոր օրենսդիր աշխատանքը։ Ես այդպես չեմ ձևակերպի, ավելի հետաքրքիր էր։ Ես 10 տարի շուրջ 10 տարի աշխատել եմ համայնքի ղեկավար, մարզպետ։ Հիմա էլ փորձում եմ ինձ դրսևորել եւ հայրենիքին ծառայել օրենսդիր մարմնում ու կարծում եմ կստացվի ինձ մոտ այդ ծառայությունը հայրենիքին մատուցել։ Մասնավորապես ինչ ոլորտի քաղաքականությունն եք ուզում դուք։ Տեսեք, ես տեղական ինքնակառավարման հանձնաժողովում եմ գտնվելու, աշխատանք եմ ծավալելու այնտեղ, բայց քանի որ ես նաև աշխատել եմ ազգային անվտանգությունում եւ կրթություն եմ ստացել այդ ոլորտում ու բավականին կարծում եմ լավ կրթություն եմ ստացել, կարծում եմ նաև ակտիվ կլինեմ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում։ Ընթացքում դուք իմ գործունեությունը կարծում եմ կգնահատեք ինչպիսին է։ Շատ լավ, պարոն Սահակյան, տեսեք, խնդիրն այն է, որ տեսեք Տիկին Ստեփանյանը եկավ, ես հիմա մարզպետի պաշտոնը թողել եք եւ քննարկում են նաեւ Տիկին Ստեփանյանի թեկնածությունը։ Մամուլը քննարկում է։ Իսկ մամուլինով է նման տեղեկություններ տվել։ Իմանանք, մեր մասին է գրում, բայց չիմանանք այդ տեղեկություններով է տալիս։ Մեր մասին եք, չէ՞ գրում։ Տեղեկություն է, ով տալիս աղբյուրներ կան։ Իսկ օրինակ այլ թեկնածուների անուններ չգիտեք, եթե չգիտեք, մենք տանք գնացեք այդ թեկնածուների մասին։ Ճիշտ է ասել։ Որն է թեկնածունից որն է ավելի հավանական որ։ Բայց որ հենց նոր ասիկ ճիշտ ասեք, ես միջև ինչ որ սխալ բան ասել եմ ձեր հետ հարցազրույցներում։ Դե բազմա դե այդ ասում եք մամուլը։ Ես տեղել չէ ասեցի, որ իմ անունը չի քննարկում, ես գնամ, շնորհակալություն։ Պարոն Սահակյան, ես ուզում եմ հասկանամ նաև Կոտայքի հետ կապված այս իրավիճակը։ Տեսեք, մի քանի օր է չէ, ասում են թեժ պայքար է, իշխանությունում։ Ընդհանրապես թեժ պայքար չկա, ասեմ ավելին, երևի թե միակ դեպքն է, որ տարբեր մարզպետների, թեկնածուների անուններ չի քննարկվում, իրականում չի քննարկվում, ու ես հիմա էլ չի մնացել թափուր պաշտոնը։ Գտնեն, ենթադրում եմ դեռ չեն գտնում իրականում, ոչ թե շատ է մրցակցում, չեն գտնում։ Տեսեք, այդ հարցը քննարկվելու է կուսակցության վարչությունում եւ ես բնականաբար տեղեկություն չունեմ ինչա քննարկվելու եւ ճիշտ էլ չեմ համարում հիմա մեկնաբանություններ տալ, քանի որ չեմ տիրապետում այդ ինֆորմացիային։ Դուք որպես մարզպետ այս հարցը միշտ մամուլում էլի քննարկվել է, պարոն Սահակյան, որ Կոտայքը համարվում է Սասուն Միքայելյանի ազդեցության ոլորտը, Գագիկ Ծառուկյանի ազդեցության տիրույթը, տարածքը։ Հիմա ի վերջո ում ազդեցության տարածքն է Կոտայքը եղել։ Հայաստանի Հանրապետության մարզերից մեկն է, 10 մարզերից մեկն է, որը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության իշխանությանը եւ պետությանը։ Ուրիշ ոչ մի ենթակայություններ ամեն դեպքում չի եղել։ Ազդեցություններ, օրինակ իմ գործունեության ընթացքում դուք զգացել եք իմ վրա ինչ-որ մի ազդեցություն, բացի դուք պետք ասեք պետական իշխանություն, ես ասում եմ, ուղիղ ասում եմ, չի եղել, չկա, չի կարող լինել, քանի որ համարում եմ, որ Հայաստանում այդ ազդեցությունների դարաշրջանն ավարտվել է։ Տեսեք, ասում են Ռոմանոս Պետրոսյան, Սասուն Միքայելյան հակադրություն կա, մարզպետի հետ կապված խնդիրներ։ Գործունեություն ծավալող մարդիկ են ու տարբեր խոսակցություններ կարող են լինել, բայց պետք չի ուշադրություն դարձնել ամեն մի խոսակցության։ Ես կարծում եմ Կոտայքում բավականին նորմալ աշխատանքային մթնոլորտ է եղել եւ կշարունակի լինել։ Օրինակ ընտրությունների ժամանակ նույն Ծառուկյանի ազդեցությունը շատ չի եղել, որովհետեւ ասում են, որ քվեների տեսանկյունից նաև շատ են։ Քվեների տեսանկյունից խնդրում եմ այդ համեմատեք էլի կարծեմ 9000 թե 12000 ձայն տարել է Բարգավաճ Հայաստանը 69,000 շուրջ 70,000 ձայն տարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը շտաբի աշխատանքները համակարգել եմ ես։ Հիմա ում ազդեցությունն ավելի շատ։ Ժողովրդի բնականաբար։ Լավ եք ղեկավարել դրա համար ձեզ ազգային ժողով բերեցին, թե կարծում եք դուք ամեն դեպքում պաշտոնի չեցում եք մարզպետից պատգամավոր։ Չէ, եթե նայենք պաշտոնական իերարխիայով բարձրացում է պատգամավորի կարգավիճակը, բայց ես նման մոտեցում չունեմ այս փոփոխությանը, ես ավելի շատ հակված կլինեմ աշխատանքային ավելի ակտիվ գործունեություն ծավալել եւ օրենսդիր մարմնել, ինչպես
հարցազրույցի սկզբում շեշտեցի, օգտակար լինել մեր պետությանը եւ պետականությանը։ Պարոն Սահակյան, եւ մարզի հետ կապված, ելի վերադառնալով Ծառուկյանին, իր բիզնեսի հետ կապված շատ խոսակցություններ կան, որ ինքը մարզում շատ բաներ է արել։ Չեք կարծում, որ ամեն դեպքում այս իրավիճակը նաեւ Կոտայքի համար խնդիր կարող է ստեղծել։ Բիզնեսների հետ կապված։ Տեսեք, բիզնեսների հետ կապված եկեք ես մեկնաբանություններ չտամ, որովհետեւ քրեական գործեր են հարուցված եւ քրեական գործերը իրենց հանգուցալուծումը չեն ստացել եւ այս փուլում ինչ որ մեկնաբանություններ տալը կարծում եմ ճիշտ չի։ Դուք երբևէ այսպես հարաբերություններ ունեք, հանդիպել եք Ծառուկյան ձեր մարզպետ եղած տարիներին։ Մարզպետ եղած տարիներին ոչ։ Դրանց առաջ։ Դրանից առաջ մեկ անգամ առիթ է եղել շփվելու 5 րոպեով։ Հաշտ եք այն հայտարարության հետ, որ քննչական կոմիտեն է տարածել օրերս նրա փեսայի։ Ես չեմ մեկնաբանի այն հարցերը, որոնք դեռ քրեական գործեր են հարուցված եւ հանգուցալուծված չեն։ Ճիշտ չի մեկնաբանելը, անպատասխանատվություն կլինի դա իմ կողմից։ Շնորհակալ։